Նրան տապանում հյուրընկալել եմ ողջ մնալու արվեստ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր ղեկավար Վովա Վարդանովին, պարոն Վարդանով, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Մեր զրույցը սկսենք ՈՄԱ-ին թշնամու կողմից թիրախավորելու այդ թեմայից։ Մենք գիտենք, որ դուք մշտապես եւ դուք անձամբ եւ կազմակերպությունը գտնվել է թուրքական կողմի այսպես ասած ուշադրության ներքո, բազմիցս թիրախավորվել եք եւ այս ուղղությամբ կրկին ակտիվություն կա։ Վերջին 10 օրվա ընթացքում հասցրել են ձեր կազմակերպությանը 2 անգամ անդրադառնալ։ Ինչով կպայմանավորեք, ինչով կբացատրեք։ Եվ մի փոքր մանրամասնեք, ինչի մասին է խոսքը։ 2 անգամ անդրադարձ եղել ՈՄԱ-ի գործունեությանը, դիտակավորելով որպես ահաբեկչական, որպես տերորիստական, դա հանցավոր հայտարարություններ են ու հայտարարությունները արել են պետական եւ համարյա պետական, ասենք, լրատվամիջոցները, մանունները չտամ, ում հետաքրքիր է, կարա ՈՄԱ-ի, ասենք, էջում բացի նայի, ասենք, այնտեղ հղումներ կան։ Մի քիչ արտառոց է համեմատած մյուս հարձակումներից, երբ որ հարձակումները ՈՄԱ-ի վրա լինում էին բարձր ատյաններում Թուրքիայի, Անկարայում, ասենք, երբ որ նախարարը նախկին եւ այս պահին դեպուտատկեն հարձակում արեց, դրանից հետո անմիջապես, ասենք, թուրքերը Բաքվից արձագանքեցին, դրանից հետո անմիջապես անհասկանալի աղբյուրներից սնվող, ասենք, հայկական հասարակական գործիչներ, դրանից հետո անմիջապես օպոզիցիա, դրանից հետո անմիջապես, ասենք, պոզիցիա, ու այդ ամեն ինչը, ասենք, շատ պարզ երևաց, ասենք, որ որոշակի առումով մենք բանը շատ-շատերին ոչ կոմֆորտ ենք։ Հիմա այդ ոչ կոմֆորտությունը, ոչ հարմար լինելը ՈՄԱ-ի, իսկ ՈՄԱ-ն դա ինքը իրանով կազմակերպություն չէ, էլի, դա հասարակության ռեսուրսի կենսունակությունը բարձրացնելու մասին է խոսքը։ Հասարակության անդամների չմեռնելու մասին է խոսքը, պարապելու արդյունքում հայրենիքը պաշտպանելուց թնդանոթի միստ չլինելու մասին է։ Եվ այդ ամեն ինչին դեմ, ասենք, ով խոսում է, ինքը ուրեմն, ասենք, ինչ-որ շահ է հետապնդում։ Ու երբ որ առաջներում նայում ու հասկանում էինք, որ ՈՄԱ-ին թիրախավորում են, ասենք, թուրքերը իրենց շահերից ելնելով, հետո, ասենք, թիրախավորում են տարբեր քաղաքական Հայաստանում քաղաքական ուժերի կողմնակիցներ, որովհետև ամեն մեկի իրանց շահերից ելնելով ուղղակի, ասենք, թիրախը նույնն էր զարմանալիորեն թուրքերի եւ, ասենք, մեր քաղաքական պոզիցիոն եւ օպոզիցիոն, ասենք, ուժերի, որտեվ այս երկուսին թվում էր, թե մեկին թվում էր մենք իրենց բանը պոտենցիալն ենք պակասացնում, այն մյուսին թվում էր, թե այն մյուս պոտենցիալն ենք մենք լցնում։ Հասկանում եք, հիմա չմանրամասնեմ, էլի, ասենք, բավականին հիմար հեռատես մոտեցում էր հայերի կողմից։ Հիմա մի քիչ տարբերվում է, գնում է թիրախավորումը ոչ թե, ասենք, ՈՄԱ-ի, այդ գնում է թիրախավորումը ազգ բանահակ գաղափարի եւ այդ թիրախավորումը գնում է արդեն հասցեական մի քանի կազմակերպության անուններ տալով։ ՈՄԱ-ի, Ազատազենի եւ ասում են այնտեղ մի քանի ուրիշ կազմակերպություններ կա։ Ինչի համար է դա արվում։ Հիմնականում նման հայտարարություններ արվում են ինչ որ բանից առաջ։ Օրինակ մեր ապուշները չէին հասկանում, հետո գոնե կարային զանգեին մեղայականով էլի, ասենք, հանդես գային, որ մեր վրա հարձակումներ արեցին, ուրեմն 23 թվականի օգոստոսին թուրքերը, 23 թվականի սեպտեմբերի սկզբին հայերը, հետո թուրքերը 23 թվականի սեպտեմբերին 13-ին հարձակման Արցախի վրա։ Գոնե պետք է զանգեին ներողություն խնդրեին, էլի, բոլոր ապուշները, որոնք, ասենք, իրենց նեղ, կորպորատիվ, քաղաքական, ճակատային նեղ լինելու պատճառով, ասենք, մեր վրա հարձակումներ էին գործել։ Գոնե պետք է զանգեին ներողություն խնդրեին։ Հասկանալով, ասենք, որ պարզ երևում է, էլի, թուրքերի հարձակումը Անկարայից, թուրքերի հարձակումը Բաքվից ու իրենց նեղ, ասենք, ճակատային ուղեղի, ասենք, այդ նեղ կամ ծալքեր չունենալու պատճառով թուրքերի թեզերը առաջ քաշել, թուրքերի
հայկական ուժերի վրա զինված հարձակումից առաջ։ Հիմա իրենք այդպես են անում, ասենք թուրքերը, այդ հարձակումները արդեն ընդլայնելով, որտեղ քաջ գիտակցում են, որ միայն ոմային խփելը դա քիչ է։ Անցած տարվա զոհվածները 4 հոգի, երբ որ սպանվեցին, ասենք, 1 հոգի էր ոմայում պարապել։ Մնացածը երկրապահի անդամներ էին։ То есть հասարակությունը ունի պատվեր իր կյանքը պաշտպանելու, իր արեալը բնակվելու տեղը պաշտպանելու պատվեր ունի։ Բանակը ամբողջությամբ այդ խնդիրները չի կարող լուծի։ Ցավալի բան եմ ասում։ Մենք աշխատում ենք, որպեսզի ասենք այդ բանակը այդ հարցերը լուծելու, ասենք ուղղությամբ զարգացնի իր որակները, քանակները եւ այլն։ Մենք էլ ենք աշխատում ու ոչ պակաս, դա կարա ցանկացած զորամասի հրամանատար ասի, երբ որ բանա նորակոչիկները գալիս են, զորամասերի հրամանատարները հելում կամ ասենք կառանցին անցկացնող սպաները հայտարարում են նորակոչիկներին, ով է ոմայում պարապել եւ շարքից իրենց հանում միանգամից դնում են ավելի լուրջ գործի վրա, ասենք հիմնականում սերժանտական սաստավ եւ այլն։ То есть բանը այդ պատվերը սոցիալական որ կա, իրական կիրառողը ինքն էլ է հասկանում, դաշտային բանը, դա բյուրոկրատիան եւ չինովնիկները չեն հասկանում, որ վտանգը շատ մեծ է եւ ցանկացած բան օգտագործել է պետք, օգտակար, ասենք ինչ որ գործիքակազմից հրաժարվել, ասենք ինչ պատճառներով, որովհետեւ իմ մորուքը իրանց դուր չի գալի, որտեւ իրանք գերադասում են համբուրվեն թրաշված տղամարդկանց հետ, ասենք, գիտեք ինչ, մենակ դրա խաթր չարժե, էլի։ Միջայլոց հենց այնպես բառեր չեմ ասում, հավատացեք, ուղղակի չեմ ուզում մանրամասնել։ Մի քիչ ասենք կանցնեմ սահմաններ, էլի։ Լավ, ինչ է ուզում ասեի։ Կարճ ասած թուրքերը որոշակի Բաքվի թուրքերը իրանց գլխավոր պատվիրատու Թուրքիայի հետ միասին հիմա ինչ են ուզում անեն։ Իրենց մաքսիմալ, ասենք, պետքա խաղաղության պայմանագիր չլինի կամ լինելու դեպքում չպահպանվի խաղաղությունը։ Եվ իրենք ման են գալի համ թիրախներ, որոնց միջոցով կարող են, ասենք, բան անել, ասել ճուտը դու, թե չէ կկտրեմ։ Ու այդտենց ճտեր միշտ կգտնվեն։ Այդ ճտերը կարան լինեն, ասենք, Սայաթնովա գյուղը Մասիսում, որտեղ ասենք քիչ թե շատ թուրքեր էին ապրում, թե կողքի գյուղներ, հա, կարծեմ կողքի գյուղներ, այրում բնակավայրը կարան ասեն, որ դա մեր այրում ցեղերի բնակավայրն է եւ այլն։ Հետո ինչ Հայաստանի տարածքում ասենք, այնտեղ հողեր եւ այլն, ցանկացած պատճառ կարան ասեն, բանա մեր բնակիչը չի, բայց ասենք ազգությամբ ադրբեջանցի է, հետո ինչ որ ասենք մեկին բռնաբարել է ու իրան ասենք ոստիկանները լարելուց քացով խփել են, ոտը կոդրվել է։ Ոյ դրա համար ասենք կարան, то есть իրենք մահանաներ շատ կարան ճարեն, բայց հիմա իրանք այն մահանան են օգտագործում, то есть այն թիրախն են օգտագործում, որը մեզ թուլացնում է իրական։ Այդ ենթադրենք ոստիկանը, որ ուժ օգտագործի ազգությամբ թուրք, ասենք Հայաստան եկած հյուրի կամ հարևանի նկատմամբ Իրանով չի թուլանա Հայաստանը, երբ որ ասենք այդ ոստիկանին ասենք տեղափոխեն ուրիշ տեղ կամ հանեն, բայց էականորեն թուլանա Հայաստանը, երբ որ Հայաստանի թնդանոթի միս հասկացողությունից, ասենք Հայաստանի քաղաքացուն հեռացնող, ասենք կազմակերպություն է թիրախավորվում, էականորեն է թուլանում։ Նայեք, ասենք անհետեթ հայտարարություններ եղավ, երբ որ ասեցին, որ բանա չեմ ուզում անունը տամել, ասենք էլիք քաղաքը կանացնեն, բայց շատ անհետեթ ինչ որտեղ հանցավոր հայտարարություն կար։ Բնակիչները ինժեներականներ են արել իրանց բնակավայրի կողքը, հիմա խնդրում են մեզ, որ մենք դա քանդենք, որովհետև դրա կարիքը չկա։ Ու դա այն գյուղում, որը 1.5 ամիսա գնդակոծվում է։ Դա ինչ է։ Դա ինչ է։ Ձեր համար հասկանալի է ինչը, պարոն Վարդան։ Դա իմ համար հասկանալի է, որ ես իրավաբանական եմ սովորել։ Որ այդ մարդուն պիտի ասենք իր ղեկավարած մարդը ամենակիչը բանը ոչ կոմպետենտ ուղեղի հնարավորությունների որոշակի ասենք խնդիրներ ունենալու պատճառով հեռացնեն աշխատանքից
այն պաշտոնից, որը զբաղացնում էր։ Դա հաստատ։ Ինքը պիտի պատժվի ուղեղի անհատների ուղեղների հետ է խնդիրը, թե սա քաղաքականություն է, պարոն Վարդանов, որովհետև մենք գիտենք մեղադրանքները իշխանության հասցեին, որ թեկուզ, նորից եմ ասում, թեկուզ։ Եթե իշխանությանը դա պետք էր ասել, ինքը այդ ասողին խավության նոխազ է դարձնում։ Որտեվ եթե ինքը դա ասելով ինչ որտեղ բան կվաստակեր, ասենք քաղաքական ուժը պրեֆերենցիաներ։ Դա կանեին առաջի դեմքերը, ասենք, առաջի, երկրորդ էշելոն։ Հասկանում եք, ասենք, Ալեն Սիմոնյան, Նիկոլ Փաշինյան, Արադ Միրզոյան, Սուրեն Պապիկյան, այդպես մի քանի հոգի։ Ուրեմն դրան պարզ իրենք հասկանում են, որ հարված է լինելու, կակ մինիմում, ասենք, պիտակավորող, բացասական պիտակներով, ճիշտ է։ Դե հանեք գործից, վախի եք այդ բանին ուղարկել, ածտավնոյ բանին սալդատկի, ասենք, ոնց ձեզ ասեմ, տենց է կարգը, եթե դու մեկին խավության նոխազ ես տա, հիմա ես ոնց հասկանամ այդ ամեն ինչը, մարդ, որը որ հելավ հայտարարեց ի վնաս Հայաստանի Հանրապետության պաշտպանության համակարգի ինչ-որ բառեր, լավ է, ասենք, շապին գարա հիսարի քաղաքապետի պես չասեց, եկեք զինաթափենք այս գյուղերը, որ հանգարց հայերը իրար վրա չկրակեն։ Հանձնեք զենքերը, որ հանգարց իրար վրա չկրակեք։ Դա ասել էր, ասենք, կայմակամ ցեղասպանությունը սկսելուց մի քանի ամիս առաջ։ Դուք նման բան ասողին, եթե դու հանձնարարություն ես տալի, դու իրան պետք է sense բանա պաշկով փող տաս, ածտա պարաշոտ էլի գործից հանելու համար, բայց ասենք ցուցադրական ծեծես իրան։ Քաղաքականություն։ Բա ոնց, բա ուրիշ ձև ոնց է, բա էլ ոնց եք ուզում, որ ասենք ժողովուրդը մտածի ոչ թե փախչելու մասին, ոչ թե ասենք բանա երեխեքին փախցնելու մասին, ոչ թե Հայաստանից մաքսիմալ ասենք իր ունեցվածքը դուրս հանելու մասին, այլ Հայաստանը պաշտպանելու մասին եւ իրանց սկզբից երեխաների, իսկ հետո ասենք զավակ տղամարդկանց ապագան Հայաստանում կառուցելու։ Բա այտենց ոնց է լինում, եթե դու համ ուզում ես չգնան, համ ուզում ես չփախնեն, օրենք ես մշակում է դրա վերաբերյալ, համ էլ անպաշտպան ես դարձնում։ Դա նույն բանն է, ոնց որ մեկը հիմա հայտարարի, քանի որ ասենք փորձառու գեներալ գնդապետ Մոսես Հակոբյանը ասել է քմծիծաղով, որ այսօրվա բանը պատերազմը բաց դաշտում պիտի լինի, այլ ոչ թե խրամատներում եւ հողով ծածկված թմբերում, դրանից ելնելով, ուրեմն բանը բրոնեժելետները եկեք հանենք մարդկանցից, որ անպաշտպան դառնան։ Պարոն Վարդանով, ես ոմայից շեղվեցի են կողմ, բայց ասենք դա սաղ իրար հետ քիպ կապված է, սաղ կապված է իրար հետ։ Հակառակորդը ամեն ջանք, ասենք, օգտագործում է, ամեն անցք օգտագործում է, որ ասենք ճեղքի մեր պաշտպանական պատը։ Այո, եւ այս պայմաններում, պարոն Վարդանով, Հայաստանի ղեկավարը հայտարարում է ամեն դեպքում իր ուղերձում վստահ պնդում կար, որ ի հեճուկս ներքին եւ արտաքին սադրանքների Ադրբեջանի եւ Հայաստանի միջև լինելու է խաղաղություն։ Ու ինձ շատ հետաքրքիր է հիմքեր դուք որպես ռազմական նաեւ գործիչ տեսնում եք ղեկավարի այս վստահ պնդման համար։ Գիտեք ինչ, մարդ ով որ արտաքին քաղաքականությունով է զբաղվում, գլխավորում, դա երկրի ղեկավարն է, հետո նոր իր գիծ առաջ տանող արտգործ նախարարն է։ Դա դիվանագիտություն է։ Ես դեռ Սերժ Սարգսյանի, ասենք, ղեկավարած վախտ էի ասում։ Այն իրա ասել է ինձ հետաքրքիր չի։ Դա դիվանագիտություն է։ Հասկանում եմ, հայտարարության տակ գործնական, թեկուզ ռազմական պոտենցիալի առումով հիմքերը ստեղծված են, թե ոչ։ Ավելի կարևոր է իմ համար, համ հետաքրքիր է, համ իմ համար ավելի կարևոր է թվում հողի վրա եղած քայլերը։ Իսկ Հայաստանի ղեկավարությունը այս պահին փորձում անի այն, ինչ որ կարում անի։ Ու հաճախ ասենք փորձում անի նաև այն, ինչ որ իր ուժերից վեր է պաշտպանական համակարգում։ Օրինակ ասենք աշխատավարձ բարձրացնելով մարդկանց շահագրգռի բանակ զորակոչվեն ժամկետային չէ, այլ պայմանագրային զինծառայության։ Դա իրենց հնարավորություններից վեր է, որտեղ դու փողով չես կարա շահագրգռես մարդուն, որ ինքը գնա պատերազմի դաշտ
Դա շատ քիչ մարդ կա։ Ինչով պետք է շահագրգռել, այսինքն ուղեղով, պրոպագանդայով։ Ես չգիտեմ ձեր մոտ ես ասել եմ դա թե չէ, բայց առաջի, ասենք, դեմքը Հայաստանի Հանրապետության պրեզիդենտն է, չէ՞։ Հետո նոր էթումա, ասենք, կատարողական իշխանությունը։ Ոնց որ թե ինքը, չգիտեմ, երեխա ունի թե չէ, բայց երկրորդ դեմքը կամ շատ-շատերի սխալմամբ, ասենք, սխալ կարծիքով առաջի դեմքը երկրի վարչապետի ընտանիքում կա երիտասարդներ։ Իրենց բոլորի ծնունդները պիտի անցկացվի ընտանեկան կռոգում ծննդյան օրերը, հրավիրելով ռազմական ուսումնարանի գերազանցիկ, ասենք, կուրսանտներին։ Պարտադիր։ Նիկոլ Փաշինյանը ոչ թե իր քաղաքական պատժերշկա անող, ասենք, բիզնեսմենների հետ պետք է ինչ-որ բաներ տոնի կամ իր կուսակցության, ում հետ ուզում է տոնի, բայց պիտի ներկա լինեն գերազանցիկ օֆիցերներ, սպաներ, ոչ միայն ավագ լեյտենանտներ, պերսպեկտիվ լեյտենանտներ, ավագ լեյտենանտներ, կապիտաններ, պարգևատրված ինչ-որ, ասենք, արիական քայլերի համար վերջերս 5 տարի առաջ, ինչի՞ չէ, 20 տարի առաջ, որտեղ Հայաստանի Հանրապետությունը հաճախ մոռանում էր շնորհակալություն ասել իր զավակներին եւ միջև օրս մոռանում է, միջև հիմա չկա պարգևատրում վիրավորման համար։ Շնորհակալություն արյան համար։ Դե ռուսական կամ, ասենք, ռուսական սխալ բան եմ ասում, շատ-շատերը կարծում են, որ երբ որ ես նման բան ասում եմ, հենց ռուսական բանին եմ խփում։ Դա կայսերական բոլոր կայսրություններին, ասենք, բնորոշ մարդկային ռեսուրսների ռեալ չգնահատումն է։ Բայց մենք կայսրություն չենք։ Չինաստանի պես 1.3 միլիարդ բնակչություն չունենք։ Ռուսաստանի նման երկրագնդի մոտորապես 1/9 մեր տակը չենք հավաքել։ Անգլիական կայսրության նման, ասենք, ժամանակին ամբողջ երկրագնդի ասիչը չենք եղել, Ամերիկայի նման, то есть ես կայսրություններ եմ թվարկում։ Մեր բնակչությունը շատ քիչ է, մեր անշնորհք, ասենք, պահվածքի պատճառով միշտ, ասենք, Սփյուռքին կթուկովի տեղ դնելով այդ ապուշ վերաբերմունքը, ասենք, բանը մեր հայրենակիցների կողմից Սփյուռքի նկատմամբ վանել է մեզանից Սփյուռքին եւ փաստորեն մենք հույսներս պիտի դնենք մեր վրա։ Հիմնականում մեր վրա 2.5, հնարավոր է 3 միլիոն բնակչության վրա։ Մենք պիտի ամեն ինչ անենք, որ այս 3 միլիոն բնակչության, ասենք, 2.99999 քաղաքացին մաքսիմալ կենսունակ լինեն, մաքսիմալ, ասենք, հեռու մնան տարբեր արհավիրքներից, հարբեցողություն, նարկոտիկներ, ասենք, չգիտեմ, ուռել, ծակվել, անաշամ, այդ ստորությունը, ասենք, որ մեկ-մեկ փորձում են լեգալացնեն, ասենք, նարկոտիկները, այդ առաջարկություն անողներին արդեն պիտի զրկես Հայաստանի քաղաքացիությունից եւ վտարես Հայաստանից։ Պիտի մաքսիմալ կենսունակ լինեն Հայաստանի, ասենք, բաները։ Նորաձև է կրթվելը, իհարկե նորաձև է, բայց առաջի հերթին նորաձև է սպորտով, ֆիզկուլտուրայով զբաղվելը, որը, ասենք, վարչապետի ընտանիքը իդեպ ցույց է տալի, բայց ավելի, ասենք, դրանից ենքում ես չեմ տեսնում, որ գնա, որտեվ իր կողքը, ասենք, շատ կուշտ մարդիկ կան, որ դաժե չեն էլ փորձում, ասենք, ելնեն հեծանիվ կամ ինչ-որ սպորտային սնարյադի վրա ինչ-որ վարժանքներ անեն ամեն օր եւ դա թեկուզ ցույց չտալով, ասենք, Էձևի կենսակերպ բանանեն եւ հետևից քաշեն բնակչություն։ Պարոն Վարդանով, ձեր ասած սահմանափակումները եթե դրվեն, կասեն մենք գնում ենք դեպի բռնապետություն, դառնում ենք բռնապետություն։ Բռնապետություն, որը որ, ասենք, իր բնակչությանը մաքսիմալ փորձում է հեռու պահի վատ սովորություններից, մաքսիմալ ուղեղը սթափ հապահում, նարկոտիկներ եւ հարբեցողություն, որը որ առողջ է պահում մարմինը, ինչու՞ չէ, այդպես բռնապետությունը որ մեկը չէր երազի ապրեր։ Որ մեկը, ես այդպես մարդ չգիտեմ, երևի բոլորն էլ կուզենան այդ լավ խելամիտ բռնապետություն, որը որ
հարկերի հարցումը, ասենք իրեն ամեն ինչ անում, որ քաղաքացին իրեն առողջության հաշվին սոցիալական, ասենք, իր վիճակը բարելավելով չզբաղվի, այլ սոցիալական իր վիճակը, կենցաղը բարելավելով զբաղվի, աշխատելու հաշվին, ոչ թե ասենք, երբ որ ինքը իրան ոնց որ ասած բերթի մեջ հապահում ու 24 ժամ ասենք աշխատում, որ հասցանի սրա բերանը փագի, նրա բերանը փագի, իր ընտանիքից դուրս բերանների հետեմ էլի։ Պարոն Վարդանով, եկեք մի փոքր վերջին իրադարձություններին անդրադառնանք։ Մայիսի 9-ին տեղի ունեցավ հաղթանակի Շքերթի Հոբելյանական միջոցառում, այդ Մոսկվայում Կարմիր հրապարակում շատ քննարկվեց, որ մեր ղեկավարը մասնակցեց, բացասական իմաստով ավելի շատ։ Մենք տեսանք, որ Պուտինի հետ ջերմ հարաբերություններ ունեցող Ալիևը սահմանափակվեց միայն զորք ուղարկելով։ Դուք ինչ դիտարկումներ կանեք, որքանով բխեց մեր երկրի շահից, մեր երկրի ղեկավարի այդտեղ գտնվելը, այդ հրապարակում գտնվելը։ Ինչ-որ մարդ կա ու կարծում է, որ Պուտինը ուղեղ չունի, հա, պես մարդիկ կան, ինքը կարող է, ասենք, պիտակավորվի, որ, չգիտեմ, արջի վրա նստած բանա չլուտ մարմնով sense մաչոյա կամ բանա ջղային կարլիկ են ասում, չէ, իրանց զլոբնի կարլիկ բանում, բունկերնի ձև, sense ինչ ձևի, բայց ոչ մեկ չի ասում, որ ինքը հիմար է, չէ։ Ուրեմն ինքը չի հասկանում, որ բանա ուկրաինական իր բախումների մեջ Ուկրաինայի դաշնակից, ռազմական դաշնակից Մոլդավյան եւ Բաքվի Հանրապետությունը Վրաստանի հետ համատեղ մաքսիմալ իր ուժերի սահմաններում օգնում են Ուկրաինան, ինքը դա չի գիտակցում, ինչքան էլ ասենք զինվոր ուղարկում են պարադում քայլելու, ռազմական տեխնիկա չեն ուղարկում, չէ՞ Ռուսաստանի կողմից, որ Ուկրաինայի դեմ կռվի, ոնց որ թե չկա այդպես բան, իսկ Ուկրաինան ուղարկում են, սակրավորական, ասենք, մեքենաներ են ուղարկել, դա զենք է։ Դες Պուտինը այդ ամեն ինչը երևի հասկանում է, էլի։ Ալիևը փորձում է, ասենք, երկու աթոռի վրա նստած լինի։ Գուամը, այն իմ թվարկած Ուկրաինա, Մոլդավիա, Վրաստան, ասենք, Բաքվի Հանրապետություն, այդ դաշնակիցը ՆԱՏՕ-ի ոնց որ ասած կցորդներ, ՆԱՏՕ-ն եւ ոչ միայն, ասենք, այլ որոշ առումով դա անգլիական տրադիցիա է, հին անգլիական կայսրության տրադիցիա է, փոքրիկ դաշնակիցների sense բան ստեղծել, սայոզներ, կրծեր Անտանտա, Ասիան, ես իմ sense կցորդներ էլի, եւ նաեւ կար Գուամը։ Եվ բնականա Պուտինը հասկանում է ում այդ գործ ունի։ Ալիևը, որ չգնաց, դա ինքը նաեւ փորձում է արևմուտքի աթոռի վրա նստած մնա, հայտնել Պուտինի դրբի տակ չընկնի։ Բանը Նիկոլ Փաշինյանը, որ գնաց, իսկ զորք չտարավ, դա խելամիտ քայլ էր բնականա։ Դա չնշանակեց, որ Նիկոլ Փաշինյանը ռուսական կողմում է այնուամենայնիվ դիրքավորվում։ Իրա դիրքավորվելով չի հասկանում եք, հիշում եք, որ 23 թվականին մենք Վահանը կորցրեցինք, մեր մեջքը փակող։ Հիմա այդ մեջքը փակող Վահանը, որը որ սեպտեմբերին թուրքերը մեր վրայից հանեցին, Արցախի հանրապետությունը, հիմա այնտեղ մեր առանց կաշի մկաններն են եւ տեղ-տեղ ներվերն են երևում։ Նիկոլ Փաշինյանն ինչ անի։ Ինքը որտեղ ասես հնարավոր է պետք է բան անի։ Ես օրինակ չեմ հասկանում, ինչի մենք Պարսկաստանի հետ ասենք չենք քփանում, Ամերիկան կբարկանա։ Քփանալ ինչ է նշանակում, պարոն Վարդանով, այսինքն։ Ասենք ռազմական խաղեր ոչ թե Իրանը իր տարածքում, մենք մեր տարածքում, այլ նորմալ ռազմական, ասենք, զորախաղեր անեին։ Այդ ռազմական խաղերը կարելի էր մի քիչ ընդլայնված անել։ Քփանալ պետքա նաև դրա համար, որ ասենք մատակարարումը հիմա հնդկա պակիստանյան բախումների դեպքում մենք համոզված ենք, որ Հնդկաստանն ու Պակիստանը իրար հետ, ասենք 3 տարի չեն կռվի, ոնց որ Ուկրաինան եւ Ռուսաստանը։ Նու ճիշտ ասած ես էլ չեմ հավատում, որ երկար կռվեն, բայց հնարավոր է, չէ՞։ Իսկ մեր մատակարարումների վիճակը ինչ ալնելու։ Կողքները զենք արտադրող երկիր կա, որը տեխնոլոգիաներով ավելի հին է,
այդ ինչ որ մեկը ինձ ուզում է ասի, որ ասենք այն Գյուլեն, որը որ 7.62 կալիբրի է, եթե մեջի բարութը մի քիչ ավելի 20-րդ դարի վերջի տեխնոլոգիայով է սարքած, ոչ թե 21-րդ դարի 914 մետր վարկյանում փոխարեն թռնում է 912 մետր վարկյանում եւ հնարավոր չի մարդուն ինքը խոցի, հա։ Իրանական տեխնոլոգիաները 80-ական թվականների վերջի տեխնոլոգիաներն են, որը սովետի փլուզվելուց որոշ սովետական նախկին post-սովետական երկրներից տեղափոխվել են ընդդեմ։ Միջին Ասիայից, այդ թվում Հայաստանից մետալալոմի անվան տակ, որ ասենք ստանոկներն ու գործարանները եթում էր ընդդեմ։ Իրանը հասկանում էր, ասենք, որ այդ ամեն ինչից օգտվել է պետք եւ ինքը հիմա 20-րդ դարի վերջի տեխնոլոգիաներով։ Իսկ մեր Կալաշնիկի ավտոմատները, որը որ թեկուս Սերբիայից բերած, թեկուս վրեն գրած 2017 թվականի արտադրած որ տեխնոլոգիաներին է պատկանում։ Կարող է 20-րդ դարի երկրորդ կեսին։ Կարող է այն մեր հակաօդային համակարգը, որը որ կոչվում է հասահակա, որը որ մեր մոտ սպառազինության մեջ է գտնվում, էլի, մեր գործիքակազմի մեջ է մտնում։ Կարող է ինքն էլ 20-րդ դարի երկրորդ կեսի տեխնոլոգիա։ Կարող է T-72-ն էլ որը որ մեր մոտ սպառազինության մեջ գոյություն ունի ու միակ մեր բանն է, հիմնական տանկն է։ Կարող է ինքն էլ այդ նույն ժամանակների տեխնոլոգիաների զենք։ Այդ ո՞նց է մենք ինչ որ զենքի տեսակներ ունենք, այդ տեխնոլոգիաների Իրանից ասենք նման բաներ չենք վեկալում։ Վերցնել պետք է։ Միանշանակ։ Այդ նրա եղբայրանալ պետք է։ Ասեմ հնարավոր չի իրանց հետ եղբայրանալ։ Որտեւ դա կրոնապետությունը դու քանի իրանց կրոնին չես պատկանում, ինքը քո հետ երբեք չի եղբայրանա, բայց լավ հարևան կարա լինի, իհարկե կարա։ 92 թվականին իրանական հատուկ ծառայությունների ուսումնական կենտրոնը, որը բացված էր Բաքվի Հանրապետությունում, մարզում էր մեր դեմ կռվելու համար, այդ վաղտ իրանց ծեծելով դուրս շպրտեցին Իրանից Բաքվից, թուրքական կուրս բռնելով, ոնց որ ռուսներին դուրս շպրտեցին ծեծելով։ Բայց Իրանը միջև հիմա եւ Ռուսաստանը միջև հիմա փորձում են իրենց բանը կապերը վերահաստատեն, նոր կապեր ստեղծեն եւ այլն եւ այլն։ Այդ որովհետեւ իրանք իրար հետ ընդհանուր բան ունեն։ Իրանք կրոնապետություն է, Իրանը շիա կրոնապետություն, այնտեղ շիա թուրքեր են ապրում։ 80%-ից ավել շիա են այնտեղ։ Ինքը միշտ այնտեղ փորձելու է ինչ-որ բան անի։ Թուրքերը Բաքվում ապրող կամ են քուրդերը, որ բանա թուրքացել են Ալիևների կլանը, իրանք երբեք չեն գնա բանին, Իրանի ոնց որ ասած տակ պարկելու, երբեք չեն գնա եւ տասնյակ տարիներ մենք բանա գարանտիա ունենք, որ Իրանը մեր հետ լավ հարևան է լինելու։ Այդ լավ հարևանությունը նաեւ ասենք զենք տալն է։ Դա մենակ Պեչենի եւ ասենք ավտոյուղ ուղարկելը չէ, էլի։ Դա նաեւ զենք, զինամթերք, եւ դա հնարավոր է։ Կարծում եք ԱՄՆ-ից են կաշկանդված, այո։ Կարծում եմ մենք այն հիմար պահվածքի մեջ ենք, այն ապուշ պահվածքի մեջ ենք, որ միշտ ունեցել ենք։ Օրինակ Արապապյանը, իմ լավ բարեկամը, բանը, երբ որ դեսպան ա եղել բանում Կանադայում, ուրեմն այնտեղ առաջարկ ա եղել, ինչքան հիշում եմ Mitsubishi ֆիրմայի եւ կանադական ինչ-որ համատեղ ֆիրմայի պրոյեկտներ, որ հիմա իդեպ համացանցում շատ են ներկայացված նման պրոյեկտներ, օգտագործված բանի միջուկային ատոմակայանի օգտագործած նյութի կրկնակի օգտագործումով էլեկտրոկայան կառուցեն Հայաստանում։ Եվ Արապապյանը անձամբ զբաղվել դրանով։ Դե բնական է մեր ապուշները ինչ են ասել, ապուշ են, չէ՞, Մոսկվան չի թողի, այ ապուշ, դու հարցրել ես, կարծում եմ նույն ապուշ վիճակն է, Ամերիկան չի թող, իսկ դու հարցրել ես, պարտադիր է, պարոն Վարդանին, իսկ դու հարցրել ես, կամ բացադրել ես, հետ ոնց ասենք, սաղ աշխարհին արգելել էր Իրանի հետ առևտուր անելը, մեր վրա ոչ մի էմբարգո բան չդրեց Իրանից որ առևտուր էին անում։ Կողմ ամերիկացին հիմար չի հասկանում այդ իրավիճակը։
То есть ապուշները մենք լինելով, չգիտես խի ապուշի տեղ ենք դնում Պուտինին, մի քիչ առաջ զրույցը դրա մասին էր, չէ՞ ասենք, Ամերիկային։ Բայց ես ցավը տանեմ, ապուշը դուք եք արա։ Աշխարհում ապուշ մարդ չկա։ Իրանք սա իրենց շահերը լավ են գիտակցում։ Ես շատ լավ գիտակցում են, ասենք, Հայաստանի կործանվելու վտանգը եւ կներեն լիքը քայլեր մեզ։ Ես համոզված եմ, որ չեն ների Պակիստանին միջուկային զենք օգտագործելը։ Իդեպ այդ հակամարտության հետ կապված բառը Վարդան։ Բայց Հնդկաստանին կներեն։ Որտեղ Հնդկաստանը ռեալ հակակշիռ է Չինաստանին։ Ռեալ հակակշիռ է։ Ես չեմ ասում, որ Հնդկաստանը կօգտագործի միջուկային զենքը, բայց եթե նման բան լինի, չի լինի իհարկե, որովհետև պատասխան հարված է լինելու։ Եվ հնդիկները բան չեն, էլի, ինքնասպան չեն։ Հնդկաստանին գներեն, ասեն, այդպես ստացվեց, ստիպված էին կամ կհայտարարեն, որ դա պակիստանյան տերորիստներ եկան Հնդկաստանում կնոկեկը սխմեցին։ Սենց մի անետ այդ բան կա, օրինենք, կսխացնենք էտա։ Դες բաներ կա, որ չի ներվում, բաներ կա, որ ներվում է։ Մենք կներեն, ասենք Իրանի հետ ռազմական համագործակցությունը, ռազմատեխնիկական 100% կներեն։ Որովհետև մենք ուրիշ ճանապարհ էս պահին, հենց իրենց շնորհիվ, ով որ ասենք ներող չներողա, չունենք։ Ուրիշ ճար չունենք։ Վրաստանը, որ հələ որ լրիվ իրանց ազդեցության տակ է 16 թվականին, 20 թվականին մեր ռազմական չէ, երկակի նշանակության չէ, գումանիտար գրուզները, որի վրա ասենք կանաչ գույներ քսած, արկելում էր Հայաստան մոտ։ Բայց որտեղից բերենք։ Հա, մի անգամ Ամերիկայի պրեզիդենտի sense ջղային հայացքի ու ոտով գետնին խփելու արդյունքում նույնիսկ հենց իրանց մաշնեքի վրա բարձեցին Թուրքիայով ծորեններ բերեցին, կարծեմ 92 թվականին։ Հաստատ միշտ ոտով խփելու են մեր համար գետնին։ Չէ, երևի իրանք էլ ավեշ չունեն։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ Այո։ Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կալենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծաներիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։
Ավելի քան 11 տարի Աքսիոմեդ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցեի Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91 205 հասցեով։ Նոյան տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28 երրորդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +188 967 5677 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 5677։ Հիմա հակամարտության հետ կապված պարոն Վարդանով ինչ է կարծում, հնդկական զենքը կանգնեցրեց Պակիստանին, թե այնուամենայնիվ Թրամփի վարչակազմին հաջողվեց, որովհետև Թրամփը ասում է իմ վարչակազմին հաջողվեց կանգնեցնել, Հնդկաստանն էլ ասում է մեր զենքից վախեցա Պակիստանը։ Ոչ, Պակիստանը իր բնակչությունը մի քանի անգամ փոքր ունենալով առաջնային իր խնդիրը մարտունակություն պահպանելն է եւ իր բանակը, զենքը մի քանի անգամ քիչ լինելով քան Հնդկաստանը ունի կարողանում է հավասարի կռվի։ Չեմ կարծում, որ զենքի խնդիր է, մանավանդ որ ցավալի է, բայց մեր ռազմատեխնիկական դաշնակից Հնդկաստանը մի քանի ժամանակակից ինքնաթիռներ կորցրեց։ Ու խոցվեցին այդ ինքնաթիռները հենց այս բախումների ժամանակ էլի բավականին մեծ հեռավորությունից մարտի մեջ 120 քանի կարծեմ 125 ինքնաթիռը ներգրավված է եղել երկու կողմից եւ իրար հետ մարտը վարում էին 100-ից 200 կիլոմետր հեռավորության վրա առանց խախտելու, ասենք, չէ, զենքի հարցը չէր այնտեղ։ Ընդհանուր բանակը զինված ուժերը Հնդկաստանի իհարկե ավելի մեծ է եւ եթե իրանք բախման մեջ չէ արդեն մտնեն պատերազմի փուլի մեջ Հնդկաստանը ավելի մեծ շանսեր ունի, ասենք, հաղթանակ տոնելու դա կարող է կանգնացրեց ընդհանուր, то есть հիպոթետիկ զենք կիրառելը Հնդկաստանը կարող է այդ նկատի ուներ բայց այս փուլում ես չտեսա հնդկական զենքի առավելությունները որը որ ստիպեց Պակիստանին, ասենք, հետ քաշվել Իդեպ խիստ անբավարար եմ համարում մեր կառավարության Հնդկաստանին բանը սփոփանքի խոսք ասել էլի, ցենց կարելի ասել։ Նման կարծիքները իդեպ հիշում էին, այո, ասում էին մենք պետք է որպես մեզ զենք մատակարարող դաշնակից Չէ, եկեք այդ մի անդնենք այդ։ Կա երկիր, որը Հայաստանը չի ուզում ընդհանրապես տեսնել, լսել քարտեզի վրա էլ երևի Հայաստան բանը չկա, այնտեղ շտրիխով փագացա, terra incognita է կամ էլ ասենք Բաքվի Հանրապետության մասնակարագրում։ Այդ երկիրը պատերազմի մեջ է մտնում անսպասելիորեն կամ սպասելիորեն Հնդկաստանի հետ։ Մեր մյուս գործը որը պետք է լինի։ Այդ երկրի հետ, որի հետ մտել է Պակիստանը բախման մեջ, իրեն աջակցություն հայտարարել եւ աջակցել։ Ինչքան քո ուժը ամենակիչը Իշխան Գևորգյանի հոյակապ, ասենք, սրամիտ միտքը Հնդկաստանի քաղաքացիներին ազատազենից մեր ոմայի եւ ասենք ոմա գումարտակի վեցերան եւ այլն հիմա ազատազենում է փայլուն միտքեր սրամիտ պատրաստել հնդիկներին, որոնք ստե բնակվում են, իրանք բոլոր ռեպրոդուկտիվ, ասենք, տարիքի մեջ են, то есть բանակին զորակոչման ենթակա,
Եվ իրենց, ասենք, անվճար մեր հաշվին, ասենք, համ պարապացնել, համ տանել, հասցնել, ասենք, Հնդկաստան։ Եթե Հնդկաստանի կառավարությունը պատրաստ է ուզում է դա անի, հոյակապ ժեստեր ելնելու։ Հետն էլ, ասենք, եթե անես, դա շատ ռեալ, ասենք, 30,000 բան պարապած քիչ թե շատ ռազմական գործին ծանոթ հինդուսներ, ասենք, դեսանտով էթանիշն են։ Դի վերջն էր ելնելու, եթե հանգարց կարոշչականը լմիան, հա իհարկե այստեղ բանը անօրինական միգրացիայի, ասենք, բաները փողով, ասենք, այդ ռեժանը, որից քերող բիզնեսմենները եւ չինովնիկները մի քիչ դրան կընդդիմանային, բայց ասենք պետական շատ ավելի կարևոր է։ Ամփոփենք մեր զրույցը սպասվող ռուս-ուկրաինական բանակցություններով, որոնք վաղն են լինելու Ստամբուլում, ինչ եք սպասում, կկանգնի Պուտինը կամ կդադարեցվի պատերազմը թեկուզ ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Դե հասկանանք երկու հանգամանք պատերազմը կայացնելու համար երկու պարտադիր հանգամանք պիտի լինի։ Եթե չկա կապիտուլյացիա որևէ կողմի, առաջի հանգամանքը պիտի լինի երկու պետությունների հոգնածություն։ Ես այդ հոգնածությունը երկու պետություններում էլ չեմ տեսնում։ Եվ երկրորդ հանգամանքը դրսից պետք է ոչ մեկ բանը չսրսկի մարդկային ռեսուրսներ, փող, զենք եւ այլն։ Այդ երկու հանգամանքը հանգամանքների բացակայությունը, то есть օգնություն չկա, մեկ էլ դրսից օգնություն ա գալի։ Դրսից օգնությունը արդեն ցույց է բանա, գիտեք ինչա, ոչ թե դա լավ է, վատ է, այլ օգնությունը մեղմող է, զենք, մարդ, փող կապ չունի ինչ ձևի է գալի, եթե գալիս է մեծ քանակությամբ, պետությունը ոնց որ իր ռեսուրսները մի քիչ հաշվարկելի ձևով մեծացնում ուրցնում է։ Եվ այդ հոգնածությունը ավելի ուշ կգա, շատ ավելի ուշ կամ կարող է երբեք չգա։ Գլխավոր բանը պիտի լինի հոգնածություն։ Հոգնել են երկուսն էլ։ Ну, կամ կապիտուլյացիա ինչ-որ մեկ։ Ես համոզված եմ, մինչև օրս իմ մոտ այդ կարծիքը չի փոխվել, որ ռուսը հաղթանակ է տոնելու, որովհետև ինքը արդեն հաղթանակած էր սկսել։ Կարամ բացադրեմ։ Ինքը Դոնեցկ, Լուգանսկը իր ձեռներ պահում մինչև սկսելը, ճիշտ է։ Ղրիմը պահում էր իր ձեռը մինչև սկսելը, ճիշտ է։ Այնքը հաղթանակացա, որտեղ ինքը այդի պահում էր իր ձեռքում ու իրենք պատերազմը, որը որ սկսելն է 22 թվականի փետրվարի, այն տեմպերը, որը որ ասենք Գաստոմելից հետո մտավ, ինչ որտեղ դիրքային պոզիցիոն պատերազմի վերածվեց, մտե հոգնել չկա, երբեք չեն հոգնելու, եւ թե ռուսական էլիտան, թե ասենք ուկրաինական էլիտան, իրանց դեռ չտալի պատերազմի ավարտ։ Ացվովը սավսեմ, իրանց դեռ չտալի։ Եթե դրսից ինչ-որ ձևով պրեսելնի բան, հնարավոր է, բայց խնդալու այն բաները, որը որ կարծում են, որ եթե էմբարգոն են Ռուսաստանի պես ռեսուրսներ ունեցող երկրին, որ աշխարհի այդ էմբարգոյի արդյունքում ավելի շատ ատուժում քան Ռուսաստանը, խնդալու է, որ կարծում են, որ եթե ինչ-որ չինովնիկ չի կարում այդ առից կամ բան Ռիվիերա, ուրեմն դրա համար, ասենք, պատերազմը կդադարի։ Անհեթեթ, ասենք, բան է, էլի։ Հոգնածություն չկա, էլիտային ձեռ է տալի պատերազմը։ Օգնությունն էլ երկու կողմին հասնում է, ուրեմն օգնություն Ռուսաստանին ով է հասցնում։ Չինաստանը։ Ով է ասում, որ Չինաստանը օգնում, դե լավ էլի։ Չկա լի պրոպագանդայում, ասենք, լրատվամիջոցում աշխատելուց հավատալ այն ինչ որ ասում են։ Ուշվելուց էլ ապե, ինչ օգնություն։ Հարավային Կորեայի զինվորներն են օգնություն Ռուսաստանին։ Թե ասենք անօթաչու սարքերն էին օգնություն։ Լավ էլի։ Ռուսաստանը օգնություն չի ստանում։ Ումից։ Իրանից նաև։ Դա օգնություն չի։ Դա ինչ է։ Դա Արցախ է, առևտուր է։
Դա օգնություն չի։ Օգնությունը ուրիշ բան։ Օգնությունը, երբ որ քեզ մեկը անշահախնդիր օգնում է, կամ շահ ունի, բայց քեզնից այս պահին փող չի վեգան։ Ուկրաինային կարող եք ասել։ Ուկրաինան տարեկան 60 միլիարդ փող է ստանում օֆիցիալ, պրոստը տակ նվեր պետական արսենք կառույցները պայելու։ Դա օգնություն չի։ Ո՞վ է օգնում, ասենք, ես զարմանում եմ, որ չի կարելի հային այդքան, ասենք, պրոպագանդայի զոհ դառնալ, էլի։ Ես ոչ ռուսին եմ պաշտպանում, ոչ արևմուտքին։ Արևմուտքին հալալա, որ իրանց մարդկանց, ասենք, ուկրաինացիներին տասնյակ միլիարդավոր ամեն տարի օգնություն են տալիս, զուտ որ պետությունը վարի չգնա, չբլվի բյուջետնի, ասենք, դեֆիցիտներից։ Բայց լավ էլի։ Ուկրաինան, այո, լուրջ օգնություն է ստանում։ Այ հիմա օգնությունը այս պայմանագրի արդյունքում Ամերիկայի օգնության մի մասը տրանսֆորմացիայի է ենթարկվում եւ դառնալու է, ասենք, կրեդիտ։ Հանածուների մասին։ Այո, այդ պայմանագրի այդ բանով այնտեղ մի մասն եմ ասում, ոչ թե ամբողջությամբ։ Էլի կլինի, ասենք, գումարային բյուջետին օգնություն, որ պետությունը ուկրաինական չբլվի, էլի լինելու է, ասենք, հետախուզական տվյալների փոխանցում, էլի լինելու է ինչ-որ պաշտպանության նախարարությունների մեջ հարաբերությունների վերաբերյալ, ասենք, պայմանավորվածություններ, որը որ Ամերիկան ենթադրում է ինչ-որ դասընթացներ եւ եսի ինչ հասկացնել ուկրաինական բանակի համար, դա չի ֆինանսավորվելու ուկրաինական պարտքերով։ Դա ֆինանսավորվելու է պետական բյուջեից, ասենք, Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Սրանից հետո այս 0 կետից ինչ զենք զինամթերք տվել է, հիմա արդեն գնալու է պարտք, որը, ասենք, Ուկրաինան պիտի մոծվի ոչ թե Ամերիկային, այլ այն ֆոնդին, որը որ համատեղ ֆոնդ է լինելու եւ Ամերիկան սկսի հետ վերցնել իր ծախսած փողերը։ Մեկը օգնության զգալի մասը պահպանվելու է որպես օգնություն։ Զգալի մասը։ Իսկ Ռուսաստանին օգնություն ով է հասցրել։ Ինքը չունի դրա կարիքը, ինքը տեխնոլոգիական չիպերի, միպերի բաներ ունի, օգնության կարիք ունի, գուցե, բայց օգնության չի առուծախի, որտեղ ինքը փող ունի, հակառակը, ասենք, այն ռուսական փողերը, որ սարցնում են, այդ փողերը բան են անում, դա ավելի լուրջ խնդրեմ է պետության համար ռուսական ստեղծում, քան, ասենք, էմբարգոները։ Խնդալու է, էլի, որտեղ այդ էմբարգոները բերում է ռուսական տնտեսության աճին։ Այդ էմբարգոները բերում են դրան, որ Ռուսաստանում սկսում են գործարաններ աշխատել, որոնք վաղուց, ասենք, մեռել էին 91 թվականից էսյան։ Հիմա սկսել են աշխատել։ Ռուսական բանը աճում է պետությունը, ուժեղանում է։ Հարավային հյուսիսային կորեական զորքերը չէին եկել օգնության ռուսական բանակին, իրանք եկել էին մուծվել են ռուսական կառավարությանը եւ դրա դիմաց ստացել են հնարավորություն մարտի դաշտում սովորել 21-րդ դարում կիրառվող մարտավարական հնարքները։ Դուք ինքը մի քանի հազար զինվորական ուղարկել է պարապելու, սովորելու։ Շախիդները, որ ասենք, բանը Իրանը ուղարկել էր, փող է դրա դիմաց եկալ։ Եվ Ռուսաստանը ոնց որ թե դրա արտադրությունը դրել է իր տարածքում, էլ Իրանից չի գնում։ Ոնց որ ասենք թուրքերը Իսրայելից առնում էին, հիմա արտադրությունը դրել են իրանց մոտ, հիմա իրանք են արտադրում։ Ռազմատեխնիկական համագործակցությունը դա օգնություն չի էլի։ Հնդկաստանը մեզ ոչինչ բանով չի օգնել, ինքը վաճառում է մեզ։ Դրա դիմաց մենք կարանք օգնենք Հնդկաստանի կառավարությանը, ասենք, այն միգրանտներին պարապացնել եւ տանել մարտի դաշտ, եթե Հնդկաստանի կառավարությունը ուզի։ Շնորհակալ եմ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի ողջ մնալու արվեստ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Վովա Վարդանովի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։